Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ անդրադառնալ երեկվա խայտառակ դատավարությանը, որ հարյուրավոր SMS-ներ եմ ստացել այսօր ես իրենց սիրուն խոսքերով աջակցությունով մեր հայրենակիցներից, որ բոլորը միակոչ մի բառ են ասում, ես ինձ շատ լավ եմ զգում, որ այսօր մեր հայրենակիցները հասկանում են, որ ոնց կարելի է դատել գործող հրամանատարին, սա աբսուրդ է։ Ես չգիտեմ, երևի պատմություն իմացողները ինձ կհուշեն, որ կա այդպես մի երկիր, մի պետություն, որ գործող հրամանատարին ուղղակի վերցնեն առանց ոչ մի հիմքերի դատեն ու ինքը լինելով կազմակերպության հրամանատարը, գցենք ոնց որ սևոված ջոկատի հրամանատարը լինելով, ոնց կարող է այդ ձև բան, երբ որ ջոկատ այսօր տղեկը մեր այսօր սահման են պահում, բայց հրամանատարը ոչ մի բանի հետ գործ չունենալով ինքը այսօր անազատության մեջ է։ Ես շատ զանգեր եմ ստացել տարբեր տեղերից, թե քաղաքական գործիչներ, թե շատ անցյալի պատգամավորներից ենք խոսել, մարդկանց հետո որ լավ են հասկանում այս իշխանության այս գործողությունները։ Ես մի բան կասեմ, որ եթե մեր հայ ժողովուրդը ոտքի չկանգնի ու այս հարցին վերջնականորեն լուծում չտա, ես մի բան գիտեմ, որ շատ շուտով մենք ունենալու ենք մեծ մի հատ քրաշ մեր երկրում, դա կլինի իրավական քրաշ, որ մենք կկորցնենք մեր բոլոր իրավունքները։ Այսօր ես երկու բան տեսա, որ Հայաստանը հրավիրել է թուրքերին իրանց ծախսերով, որ ունենան խոսակցություն, մենք պետք է թուրքերին փող տանք, որ իրանք կան հասնեն Հայաստան եւ մեր հետ ինչ-որ թեմաներ խոսեն, դա աբսուրդ է։ Եվ այսօր մի հայ նստելով իր մեքենան, միացնում է հայկական ռադիոն, ոնց փորձում է տալիս է թուրքական ֆրեկվենցը։ Գիտեք, ես էլի լսացել, էլի է տեսել, որ դες բան կա, բայց էսի արդեն աբսուրդ է։ Ցույց է տալի, որ դաժե դու քո սահմաններում գծած ռադիոկայաններդ քո չի աշխատում, նշանակում է, եթե այսօր Աստծուն խնդրենք, որ կռիվ չլինի մեր երկրում, պատկերացնում եք, որ ռադիոկայաններն ու ռադիոֆունկը բոլորը այդ հզորությունը, իրանց մեգահերց հզորությունը ավելի հզոր է, քան թե հայկականը։ Եթե նա հզոր չուներ, այսօր կլսեինք ցենք FM Armenian, հա, ոչ թե FM Թուրքիայի։ Ես դրա համար ասում եմ, երբ որ ինքնաթիռը մտնում էր երկիր, այդ փոքրիկ ինքնաթիռը փորձում էին մտցնել երկիր, ես դրա համար իմ կոչն էր Նիկոլ Փաշուղլուն, հիմա ում հետ պետք է կապնվենք, որ մտնենք Հայաստանի Հանրապետություն, քանի որ այդ սահմանների օդային սահմանը տալիս էր Ադրբեջանի Հանրապետություն։ Ես դրա մասին եմ խոսում, որ մենք այ Նիկոլ Փաշուղլին, որ ասում է մենք բան չունենք, կատաստր չունենք, հենց դրա մասին ենք խոսում։ Իրականում մենք կատաստր ունենք, բայց ինքը բոլորը անջատել է, որ վաղը ինչ-որ մի բան լինելու հետ միասին ինքը ասի, որ ես ձեզ ասում էի, ինքը շատ ճիշտ բարձրացնում է ամեն ինչ, այդ Փաշուղլին, սատանայի առաքյալը, բայց ժողովուրդը ինչպես միշտ այսօր ես ունեցել եմ էլի մեր հայրենակիցների հետ խոսակցություն, քնած են, բարես բնիմաստով քնած են։ Ես չեմ կարող պատկերացնել առանց հրամանատարների, առողջ, ես չեմ կարող պատկերացնել, եթե այսօր պատերազմ լինի, ոնց ենք մենք սկսելու այդ պատերազմը։ Նիկոլը ինչպես միշտ ջարդելու է մեր երեխաներին, ձեր երեխաներին, տանելու է քցիելի փուրը, վերջ մեկայնի ասի, գիտեք ինչ կես, ձեզ ասում էի, պետք է խաղաղություն լինի, դուք չէիք համաձայնվում։ Սա մեծ ծրագիր է, սա մեծ առևտուր է, որ եղել է մեր երկրի վրա, նշանակում է մեր երկիրը, մեր հանրապետությունը ծախել են ժողովրդին մեջը ծախել, այո, ես չեմ վախենում այդ խոսքը ասելու, եթե դուք կարող եք ինձ հագարակը ապացուցեք, խնդրեմ, կարող եք գրել, կարող եք ասել, ես պատրաստ եմ,
այդ ամեն ինչի։ Իսկ ինչ որ մնում է ժողովուրդ ջան, ինձ գրում եք Գև ջան, դու չեք վախենում կամ նայեք Սերոփին նստացրել են, Դոգին բռնել են կամ Պողոսին կամ Պետրոսին, ես մի բան եմ ուզում ասել, որ Գևը մենակ չի այս ամեն ինչի մեջ, ես չեմ թաքցնեմ, իսկ ես ասել եմ մարդկանց պատմություններով մենք ավելի այսօր ոչ թե զգուշ ենք, այլ մենք ավելի այսօր փորձում ենք իրանց այդ արած քայլերով ավելի ճիշտ օգտագործենք, իսկ մենք ասել ենք լավ կլինենք, խելոք կպահեք, մենք էլ հանգիստ մեր համար մենք կբարձրացնենք այն ինչ որ մենք գիտենք, իսկ եթե փորձեն ինչ ձևով այս հարցին լուծում տան կամ փորձեն լրացնել, ես կոնկրետ ես իմ մասին եմ ասում, չեմ ասում մնացածի մասին, մենք վախենալու, այստեղ ասեմ մենք վախենալու բան չունենք, եթե մեր 18 տարեկան տղեն կարող էր կռիվ տար Թուրքի 30 տարվա կրված սպեցնազի հետ, ես կոնկրետ ինքս վախենալու տեղ չունեմ, 18 տարեկան ձեր տղաները մեզ ավելի մեծ ուժ են տվել, որ այսօր մենք բարձրացնում ենք, բայց եթե պիտի մենք չբարձրացնենք, ով պիտի բարձրացնենք։ Իհարկե գինը թանկ է, այս ամեն ինչի մենք բոլորս գիտակցում ենք, որ ամեն ինչն էլ իր գինը ունի, բայց ուժեղները եւ խելացիները եւ օրտնվածները մնում են եւ հասնում են իրենց ուզածին։ Այնց որ սիրելի հայրենակիցներ, վախի հոգին հանեք ձեր միջից, ես չեմ վախենում սատանայի առաքյալներից, ես չեմ վախենում ինչ որ իմ բառերի համար ես պետք է պատասխան տամ կամ չտամ, ես ունեմ պատասխան տալու միայն մեկ երկնային հորը, որը ինձ ստեղծել է եւ նա կարող է թույլ տալ ինչ որ առիթ, որ ինչ որ ինձ կարողանան ինչ ձևի մոտենան։ Խնդրում եմ վախի հոգին հանեք, նույնը այսօր ավելի ճիշտ 3 երեկոյան ես ունեցա երկու խոսակցություն, հետո SMS եկավ, այդ SMS-ները կան, որ ինչ հովիվ կոչվածները փորձել են ինչ երկրներում խոսել, որ կարողանան այս ամեն ինչը ստոպ տալ, ես ձեզի ասում եմ, ջանք մի արեք, չի ստացվելու ձեր մոտ, եթե ես ձեզ ասում եմ, մեզ լրացնել չի լինի, մեզ կանգնացնել չի լինի, դուք ինչ եք կարծում իմ հրամանատարին տանեք նստեցնեք ու ես պետք է խսուս մնամ վախենալով կամ ինչ-որ, իսկ պետության հետ, այո, ես չեմ թաքցնում, այո, պետությունը այս երկիրից լավ է ճանաչում, իրանք ինձ իմ տեսլականը շատ լավ գիտեմ, որ ես հայ եմ, ես իրանք ասել եմ, որ ես լռելու տեղ չունեմ, իսկ իրանք լավ գիտեն ամեն քայլը, նրանք այն վաղ իմացան, որ սրանք սրիկաներ են, երբ որ ես ապացուցել եմ, որ դեսպանը, այդ դեսպան Պապիկյան այն ժամանակ, երբ որ այդ ապրանքը կերան գողացան եւ զբաղվավ ազգային անվտանգությունը Ավստրիայի Հանրապետության, մենք եկանք մի եզրակացության, որ մենք ունենք մի երկրի հետ, որը կոռուպտ է, որը խաբեբայ է, որը մենք սաղս բոլորս գիտենք, 10 միլիոնից ավել հայ մենք դա գիտենք, եվրոպական շատ կառույցներ նրանք գիտեն, որ Հայաստանը ինչ միֆերի մեջ է, մի օր Ռուսաստան, մի օր Եվրոպա, մի օր Ամերիկա, բոլորս էլ սա լավ գիտենք, ուղղակի փորձում են վախի մթնոլորտ բերել, որ նայեք, ամենաուժեղ բլոգերին բռնել ենք, ամենաուժեղ հրամանատարներից մեկին բռնել ենք, ոնց բռնել եք ազատ եք թողելու, չթողեք, մենք կշարունակենք այդ գործը, ես ասել եմ, Ռոստամի պես հերոս հրամանատարը ընդ սերմերա թողե, որ այս հեծանիվ քշող ու ձվածեղ սարքողը իշքան էլ փորձի մարդկանց փագի, իշքան փորձի մարդկանց վախեցնել, վախի հոգի դնել այդ իրա բրթունջով, այդ իրա, չգիտեմ, հեծանիվի հետ քշելով, ինքը չի կարող կանգնեցնի այս ամեն ինչը։ Այսօր մենք ունենք շատ հզոր եղբայրներ, որ նրանք ստվերային կանգնած են, այո, ես ասում եմ, կան, ես շատ ուրախ եմ այդ աղբերների հետ հանդիպելուց, այդ աղբերների հետ խոսելուց, մենք նույն տեսլական ունենք, մենք նույն տեսիլք ունենք, մենք կանք ու մենք շարունակելու ենք, եթե այսօր ինչ պատճառով Գևը եթե չխոսա, հավատացնում եմ Պողոսը շարունակելու է, որտեղ մեր այն դրվածքը, որ մենք հիմա դրել ենք, մենք միայնակ չենք, որովհետև տեսեք Դոգը շատ ուժեղ ինքը
սարքեց իր սխեման, հա, իր քֆուրով էր, թե իր տեսակով էր, ինքը սարքեց այդ ձևը, որ մտավ կարում էր օվկիանոսից ենքով մի հատ զանգով քրիստիկի կոչված գրասենյակով հարց լուծել։ Ես իրան առաջարկ արեցի իմ եթերով, ասեցի պլան B որն է պլան B-ն, ինքը ասում էր եթե ես չնեմ բուրգը քանդվում է, նշանակում է այսօր այդ նույն տարբերակով մոտենալ, իհարկե դա գլնի անխելքություն իմ կողմից, որ ես միայնակ այս ամեն ինչը տանեմ առաջ ու ինչ պատճառով գեւե այսօր գցենք կարող է գլուխս ցավը հավես չունենամ խոսելու, այս ամեն ինչը ոչ։ Մենք չենք լռելու, մեր հերոսները սպանված են, մեր աղբերների սպանել են, դա մենք բարձրաձայնում ենք ու այդ վրեժը մենք լուծելու ենք, ոնց ուզում եք դրա տողատակերը, ոնց ուզում եք հասկացեք, իսկ ձեւ ուզում եք էդի գնացեք ձեր մեջ մեկնաբանեք, իսկ մեր աղբերներին որ դուք բռնեք, փակեք ու մենք լռենք, ես ասում եմ բոզի տվեք, ձեր մոտ չի ստացվում, մենք էդի թույլ չենք տալու, որովհետեւ նրանք մեր երկրի պաշտպաններն են, նրանք մեր հերոսներն են, եթե նրանք չլինեն, այդ երկիրը չի լինի։ Երկու բան, հավատք եւ զինվոր։ Այդ երկու բանն է մեզ պահողը, որ այսօր մենք կարող ենք պետություն կոչվել։ Երրորդը ես չգիտեմ, հավատք եւ զինվոր, միաբանություն։ Մենք պիտի միաբանվենք, այնց որ սիրելի հայրենակիցներ ջան, այդ հարյուրավոր SMS-ները, որ գլեք այսպես աչքի տակով կարդացել եմ, վախի հոգին հանեք։ Ես կոնկրետ որ ասում են մարդը վախ չունի, դա անխելքություն լինի, մարդը պետքա զգուշ լինի եւ գրագետ լինի, իսկ եթե գալիս է արդեն պահը, որ ով ինչ ունի կորցնելու, մենք ամենաթանկը տվել ենք, մեր երիտասարդներին 5000 հոգի տվել ենք խողին, մենք այսօր կորցնելու ոչ մի բան չունենք, մենք այսօր գործելու ունենք ու հետո մենք խենք միշտ խոսում վախից եւ հետնահանջից։ Ոչ, իրանք են հետնահանջելու ու ես նորից եմ ասում, մենք չենք վախենում այսօրվա այս բոզի տղա իշխանությունից անցյալ գնի թե ներկա գնի։ Ասում եմ, խելոք կպահենք, մենք էլ մեզ հանգիստ կպահենք եւ կփորձենք ճշմարտությունը բարձրացնելու։ Քաք մի կերեք, մենք էլ չասենք, ինչ եք էսի անում։ Մարդ մի սպանեք, չասենք։ Մարդկաց մի բռնեք տարեք, նստեցրեք, մենք էլ հանգիստ չասենք, ասենք մեր երկիրը Շվեյցարիա է։ Մենք էլ այդտեղ Եվրոպաներում աշխարհով աշխատեինք, ուղարկեինք, բազմացնենք, սիրունացնենք, ինչ է մեզ, եթե մենք կարող ենք այսօր այսքան հանդիպումներ, այսքան գործարքներ անել եւ ամեն ինչ անել, այսօր կանեինք այսօրվա իշխանության հետ, բայց եթե այսօրվա իշխանությունը բոզի տղա է, ինքը տանում է երեխեքին սպանելու եւ տանում է մեր հերոսներին, որ թուղթ չկա, որ գոնե դադախազը դնի սեղան, ասիկ դե չկա, սրա համար դադում է մեզ մարդուն, ասում է ինքը վտանգ է ներկայացնում հանրության համար, գցենք абսուրդ 3 հոգանոց մարդն ասում է վտանգ։ Դրա համար ես ասեցի, այ սրիկա, այ չգիտեմ, բոզի տղա, ինչ ասեմ, ո՞ս քեզի դիմեմ, արա դադախաս, անուն դել չեմ հիշում, սկի որ անունը տասեմ։ Բա բանին խիչը դադեցիք մեր Տեր հայրին, որ 50,000 ժողովուրդ հանեց, որ եկավ ասեց Նիկոլ մի ժամ հետո գալիս եմ տունդ, բա խիչ դադեցիք արա, հա? Բա խիչ գնացիր մտներ այդ Տեր հայրի տունը, ասեր արիստել արա, դու ռևարիշ ես, ինչես, ես ինչ ես խոսում, դու ոնց կարաս եթաս վարչապետի տունը մտնես, բախի չդատվան, եթե էսի շոու չի, բա ինչա, ինչի չդատվան դրանք, հարց եմ տալիս, սիրելի հայրենակիցս, ումն են խապում, 10 միլիոնից, այսպես 10 մատի վրա ֆրցնում են, 10 միլիոն հայից ավել 10 միլիոնը վախեցած նստած է, ես ասում եմ, շատ քչերն են ոտքի լինում, որտեվ ապրելակերպն են նայում, արա դե ասում են դոգին տարամ, Ռոստամի պես տղուն սպանին, Մոնթեի պես տղուն սպանին, Սերոպի պես դուխով տղուն տարան նստեցրին, արա լավ է, ես ինչ անեմ, հմելցի տանեն նստեց, հա թու տանեն, իշքան քանիսի պիտի տանեն, քանիսի պիտի տանեն, լավ ընձել տանեն, լավ փողոցն էլ տանեն, հետո 10 միլիոնին պիտի տանեն նստեցնել, ու այս ձևի հայը վախեցած, սա աշխարհը մեր հայի դուխից, մեր հայիցա, մեր հայիցա խոսում, իրա դուխը, դրա համար ես ասում եմ, ես սիրում եմ այդ գիրքը, որ ես կարդում եմ, ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ, օրինական գիրք, կարդացեք, սովորեք, ինչ անշանակում հայը, ոչ թե ինչ անշանակում մարդ սպանելը, ոչ, Աստված մեզ ցույց չի տալի մարդ սպանենք,
Աստված թույլ է տվել, ասել եմ, մենք պաշտպանենք պետք է, մենք ունենք մարդկանց վրա իշխանություն։ Բայց այդ գիրքը օրինակն է հայի դուխի։ Եթե դու պետք է ինձ սպանես, ես իրավունք ունեմ պաշտպանվելու, եւ այդ պաշտպանվելու հետ միասին կարող է քո հետ մի բան լինի, չգիտեմ, ինչ գնի, բայց կարող է մի բան լինի։ Բայց ինչ ես դու ինձ ուզում առաջ գաս իմ տունը մտնես, առաջ գաս իմ սահմանը մտնես։ Հա՞։ Հոմենք պատարակ չեք ձեր մարարա, որ ով ինչ ուզի անի։ Ու նույնը մեր ես սփյուռքի աշխարհով մեր ես հայրենակիցներ ես կոչ եմ անում, տղեկ։ Մեր քույրերը ավելի հզոր են այսօր, հավատացնում եմ։ Այսօր մենք ունենք այնց հզոր քույրիկներ, որ հավատացնում եմ, գցենք բոմբ են։ Հավատացնում եմ ձեզ, աղբերներ, ոտքի եղեք։ Այսօր եթե առողջ հրամանատարի փագում են, վաղը թուրքը գալու է մտնի մեր տները։ Վաղը մեզ վաճառել, արդեն վաճառել են, մնում է հանձնեն, գինը տրված է։ Ես ապացուցեցի առանց նեղենալու, գինը տրված է։ Այն 5000 հոգու համար, որ հանեց 20-20 հազար $, տվեց ու չգիտեմ մի քանի $100 տալիս է բանին, ծնողին։ Այդ 5000 հոգին եւ մնացած մեր հայրենակիցները, որ ոտքի կանգնեն, ու այդ 5000 հոգու ծնողները այդ $20,000 կուլուլեին ու մցնեին Աննայի համապատասխան տեղը, այդ առևտուրը չէր կայանա։ Ես գիտեմ, որ մենք շատերի կոկորտներն ենք կայնել, թե հոգևոր կոչված ճակերտավոր դաշտում, թե այս քաղաքական դաշտ, ու նրանք փորձում են sense հատ բոլորին լրացնել, չի ստացվելու։ Մենք չենք դրաման, մենք ժամանակ չենք, ամեն օր խոսենք, մինչև մեր հայ ժողովուրդը ոտքի լինի։ Մենք պետք է ոտքի կայենք, տղեկ, չկա ուրիշ տարբերակ։ Չկա ուրիշ տարբերակ, գցենք էսի մեր բարոյականությունն է, ստեղ մեր սրբությունն է, ստեղ մեր ընտանիքն է, ստեղ մեր հայ կոչվելն է։ Ո՞ս կարար այդ 120, որ քուչա դուրս չեն եկել բոզի տղեկը, գցենք ալենի պես, կամ դրանց են մեկելի պես, կամ ո՞ս կարան արա մեզ այս օրը գցեն։ Ո՞ց կարան գցեն այս օրը հայ ազգին։ Հələ մատ այդ Սերժի վիդը նայեք, ասում եք էդի Չարլի Չապլինը, էդի չգիտեմ Լոշտոնը, էդի չգիտեմ Նարկոշնը, այդ մի 1.5 բոյով 10.5 միլիոն կամ 15 միլիոն, որ ասում եք հայ, այսօս ֆրոսնում է սավիտ։ Ու մենք ասում ենք մենք լավ տղա ենք, մենք ուժեղ ազգ ենք, մերպես ազգ գոյություն չունի, չենք խաբում մեկս մյուսի։ Ո՞ս կարա ուժեղին 1.5 մի հատ բան, գցենք լոշտակ կարան ասենց այսօրը գցի։ Ո՞ց կարա ձվածեղ ուտող, հեծանիվ քշող, մուտիլովչիկ լրագրողը ղժմ արա վրեկներես։ Ստեղ ես ասում, վաղ ես ասում, ղժմ է, կոնկրետ ղժմ է վրեկներես։ Ցենք մեկը չկասի, բոզի տղա, մենք նալոգ ենք տալում պետությանը, որ դու Թուրքին կանչես մեր փողերով երկիր, որ ինտերվյու տաս։ Ցենք абսուրդ։ Դուք փողը տանում տալիս եք, որ պետության բյուջեն լսվի, պետությունը հանն տալում է Թուրքի, որ ասում արի ինտերվյու տուր մեր երկրում։ Ցենք սա բան դուք որտե՞ք լսել։ Եք գալը մեկ այդ օլուղներ գայք։ Դե հիմի գնացեք Նիկոլն ասեք Նիկոլ, այդ իմ փողերը որ տվել եմ քեզի, դու խես տվել Թուրքին։ Բա դրա մոտ ցույց արեք։ Ցենք լրագրողները կանչում ասում են դե փողը տուր որ գանք։ Խայտարագություն ասած բան մենք չենք լսացել։ Ցենք լրագրողներին կանչես երկիրդ, հանես փող տաս, որ քո հետ խոսա, այն էլ առաջին մակարդակի լրագրողական մակարդակ չի, որ ասենք դե լավ դե ակցիա եղե, մի օր դուք կտաք, մի օր մենք կտանք։ Սի վերջն է։ Խնդում են մեր վրա, ցենք լրագրողին պետք է վարչապետը փող մուծի, որ կան Թուրքիայից խոսան էթա։ Հեսա խոսանք էթա։ Հեսա սահմանները կբացեն, արևմտյան արմավիրը կբացեն սահմանը, արևմտյան արմավիրը, ընդեղ են մեր 1.5 միլիոն մահացել։ Հեսա ես սպասում եմ ամսի 24-ին, ապրիլը տենակելը ինչ է բարձրացնելու ձվածեղուտող բոզի տղեն։ Խայտարագություն, վրեկներս ղժում են, ու 10 միլիոնից հայ, հզոր հայեր լռում են, լռեք։ Հեսա որ կռիվը սկսվի,
ձեր տնից հանեք գեներալ, ձեր տնից հանեք հրամանատար, մենք չունենք էլ, մեր մոտ սպառվել է, որտեղ մենք սկսել ենք գործել, մեր կողը չեք կանգնել, մի պահանջեք, դոգը սկսեց, ոչ մեկ ուրա, հետևից եթացող կա չէ, բայց ամեն օր զանգում եք եթերի վաղտ, ասում եք դոգ հասի, դոգը հասնում էր, վախի 50,000 չինեմ այդ մարդումար, ասի արա խիր դադիկ, լավ, ինչ էր արել, բացի լավից ինչ էր, ոչ երգիր էր ծախե, ոչ քո երեխուներ ծախե, ոչ քո երեխուներ սպանե, քֆուր էր, տարապ քֆուրի մար, դուք էլ իրան տայեք, ավել լավ է Նիկոլը քֆուր տար ես բոզի տղեն, կաստի 5,000 հոգի տարապ լծեց երաբլուր, 10,000 հոգի սարքեց ինվալիդ, հարյուրավոր գերիներ թողինց Ադրբեջան վրեքներած խժում են, գցենք, որն էր լավը գցենք, եթե սս գցենք գրոբի, իհարկե քֆուր տալը լավ բան չի, ես դեմ եմ քֆուրի, այ որ ես ասում եմ բոզի տղա, ես վերցնում եմ Աստվածաշունչը, Աստվածաշնչում գրված է վարքից թույլ, ինքը վարքից թույլ մարդ է, իր անդանիքն էլ հետ է, դրա համար ես թույլ եմ տալում, աչոտկուզ ես իրա պատասխանը կտամ, չնայած այդ բոզի տղու ես պատասխան չունեմ տալու, պատասխան իրա երեկել եմ ասում, դու բոզի տղա ես Նիկոլ, հիմի իշկան ուզում ես քո կագեբեչիկներին մնացածին, ոնց ուզում ես պաստուր, մեկը մնում ես բոզի տղա իմ համար, չի փոխում, կարամ գերեզմանի քարի վրա նկրեմ, բոզի տղա, որ դու սատկես քարել չես նրան Նիկոլ, ես ասել եմ, ես շատ խիստ կասկածում եմ Նիկոլ, որ դու այս ամեն ինչը պետք է վայելես, որտեվ քո պապաները չեն թողալու այս ամեն ինչը վայելես, այ մարիոնետ, ոնց կարա հայ ժողովուրդը լռի, հերոսին դատել, հերոսի աղբորը մի տնից երկու հոգի զոհ, որ 30 տարի, բարա սալդատ էլ չեն եղել, ասին դե մի ինչ է հերիքը, չանց իմ սալդատի ցավը տանեմ ես, հա, բայց 30 տարի մարդ հետա կռիվ տա, սա Ямշայինում մնացած այդ բոզի տղա ադրբեջանցիքին օթովը տա չկարանան այդ մարդուն ասած խաս քաշվի վրան, քանյա դյուլա կպելա չի մեռե, այսօր գլուխը կերակ, ու այսօր աղբորն եք բռնե դատը, ու այսօր ասում եք սուս մնացեք, ինչի սուս մնաք, իմ աղբերն է, սերոբ իմ հրամանատարն է, իմ աղբերն է, իմ հոգևոր աղբերն է, ես ոնց կարամ սուս մնամ, արա, ոնց կարամ, ես հիշում եմ, երբ որ մենք դպրոցական վախտերը կամ երեխա վախտերը մի հատ ուրիշ թաղի հետ կամ ուրիշ գյուղի հետ կռիվ էինք անում, մեկի աղբորը խփածներին, ասենք գյուղով իլում ցեփերը վեկալը մեթում տալով յաբրլամի շեկանում, մի հատ սարուն ենք, սարի տակը գերեզմաներում։ Գալը մենք արասում ենք ոնց կլինի իմ աղբորը կամ իմ հորողբոր տղուն տիրոջ մերա քրվե։ Ես որ բռնեք արա ազգային հերոսի աղբորը հրամանատարին առողջ մարդուն դատեք, երկիրը սուսա մնում։ Կռվող տղեկ ուր եք, ձեր ցավը տանեն։ Ուր եք։ Պետք է մենք խնդրենք, որ ելնեք հերոսի համար ցույց անեք։ Խի Ռոստամը դուք խնդրեցիք Ռոստամին, որ Ռոստամը տղու հետ գնաց կյանքը տվեց։ Լավ էր, չէ՞, դուք ձեզի լավ եք զգում, որ հովազները առաջ են հետում, այս ջերմուկի կռիվը որ կանգնեցրեց, ով կանգնեցրեց։ Նիկոլը, թե Նիկոլի պնն, որի գլխավոր հրամանատարը մա տենում ես, չգիտես, կնիկա թե տղամարդը, Պապիկյանը։ Ոչ, հովազներն են կայնեցրել։ Մնացած տեղերի ով է կայնեցրել։ Շղագի շատ բան չենք ուզում խոսանք։ Տղեկ, որը 30 տարի կռվել են, ձեր համար, ձեր տան համար, ձեր երեխի համար, ձեր ապագայի համար, ու այսօր մոռանում ենք այդ տղեկին, այսօր պետք է գցենք Գևը կամ Պողոսը կամ իր ընտանիքը կամ իհարկե մենք թույլ չենք տա, իր ընտանիքը ոնց որ կա, դες պետք է բարձրքում մնա, որտեղ նրանք հերոսի գերդաստանը նրանց գերդաստանը։ Պետք է մենք խնդրենք, որ ժողովուրդը ոդի լինի։ Абսուրդ, հա։ Գցենք ես բիցավորը եթեր անեմ, որ ասեմ բոտքի լեկայած, որ հրամանատարին, առողջ հրամանատարին, գործող հրամանատարին դադում է։ Հարց չկա, կարանք մենք սուս մնանք։ Մեր իմունիտետը շատ է ու մեր դուխը շատ տեղում է, մեզի բերթեր մեր չենք կարա ոչ մի ձևի։ Կյանքս տանեք, հոգիս չեք կարա տանեք, կարա։ Էս է խնդիրը։ Մենք մեռնելուց չենք վախում։ Արժանապատվությունն է մեր, որ ասում ենք տղեկ, ես ինչ եք անում։ Բա ուր են այդ սերոբ հետ հանդիպող հազարավոր մարդիկ, որ հանդիպում են, ասում են աղբերս, թե հոգևոր դաշտում, թե զինվորական դաշտում, ուր եք տղեկ։ Ուր եք, ոնց կարա լինի մարդու զորքը սահմանում կանգնած լինի,
հրամանատարին տանեն դատեն ու մեկը չկա թեքվի դադախազն ասի այ չատլախ ես ումն ես դադում ումն ես դադում արա որ դու դառել ես այսօր դադախազ կամ դադավոր այս մարդկանց այրան գնով ես դառել արա մոռացել եք արա արա ես ինչա դառել ես ազգը ես ոչ թե հիասթափվում եմ բայց ես ոչ էլ փոշմնում եմ ես մենակ հիշում եմ Սերոբ աղբորս բառերը որ ասում էր գեև իսկական հայ քիչ կա իսկական հայ քիչ կա յան ազգանունով ընդ չխափեք էլ շատերդ էլ չգրեք աղբերս ես ձեր քո կողը իմ կողը միլ արա աղբերը բերդում է աղբոր կողել եք աղբոր ընտանիքի կողել եք իմ կողելն եմ եք ինչ ես ապրում եմ դուսը ցավոք ես պահին չեմ կարող գամ Հայաստան ցավոք բայց դե մի կողմից լավ է որ կանամ ասենց գոնե այս ամեն ինչը հասանելի սարքեն Էս է խնդիրը թե չէ գրեմ եք աղբեր մենք աղբոր կողն ենք բիթեք ղրգեմ չգիտեմ լացող բան եք ղրգեմ սմայլիկ դրանով երկիր չեք կարա պահեք ցավը տանեմ չեք կարա պահեք երկիր դրանով երկիրը սմայլիկով չեք կարա պահեք երկիրը բթով չեք կարա պահեք երկիրն ու հավատքը դա զոհաբերություն է այ հիմի մենք զոհաբերվում ենք բայց զոհաբերելու գին կա շնորհակալություն հայտնել կա, կողքը կանգնել կա, հաջորդը դու ես, եթե պատկերացնում եք դոգից, որ այդ կառույցը սաղ կառավարը մեր, պատկերացնում եք այն հերոսներից դուք ավելի շատ ուժով եք, կարա լինի, կարա չլինի, բայց ձեր տունը շատերի տուն ավելի շուտ կմտնի Նիկոլ Փաշովին, շուտ կմտնի ավելի, որտեղ պաշտպանված չեք, ոչ մի ձև պաշտպանված չի հայրենիք այսօր ոչ մի ձև, ոչ մի կառույց չի գործում այդ երկիրը գոյատևում է ժամերի հարց այսպես գցում է թե ով է վերցնելու վերջնական ինքը աջուրդի է դրած ես դենց եմ ասում մեր երկիրը դրած է աջուրդի ուղղակի աջուրդի է դրած թե ով շատ գինես վերջ այս պահին կտամ եւ ում շահերից կբխի ինչ սիստեմ ինչ կառավարություն ինչ օրենսդրություն Գցենք դադավորը դադախազին հարցա տալի ասում արա ասում ունես կոնկրետ ասում մենք դեռ հետաքրքրվում ենք գցենք ում հաշվին արա այ բոզի տղեկ ում հաշվին մարդուն տանեք հավայի նստեցնեք ասեք գնա նստի մենք այդքան հետաքրքրվում եկավ 50 տարի դու չես հետաքրքրվում արա այդ մարդու կյանքից է հա այնտեղ մարդիկ կային սիրելի հայրենակից այնտեղ մի երիտասարդ կար դադի ժամանակ երբ որ այդ դադը նայեք այնտեղ մի հատ կազմասկով տղա կար որ ես այդ ընտանիքի բանը գիտեմ, ապրելակերպը գիտեմ, որ հացի փող չունի, հիվանդ երեխա ունի, դադախազ, դու այդ գիշեր ոնց ես քնում, արա, քո երեխեն այդ հացը ոնց է ուտում, արա, ինչի մարես դադը, 50,000 եկավ մտավ Նիկոլի տունը տերերին չդադեցին, արա, հենց էս է խնդիրը, ռևոլյուցիան ուղին, չես դադեմ, ասում եք իրեք հոգով ուզում եք պետությունը բան անեք, ռևոլյուցիան եք, արա դուք անասուն եք, արա ես ինչ եք անում Սրանք խայտարակում են, փչացնում են մեր հզորներին անունը Սրանք փորձում են նվաստացնել ու մաշեցնել այս ամեն ինչը Ես ասում եմ, երբ որ ինձ այդ կամերան ասի թեքեք այդ դադախազի աչքերին ես նայում ես ինչ ատելությամբ նայում է գազ 6 ժամ խոսում էր Գասպարյանից 6 ժամ խոսում էր ինչ էիր խոսում Դու պետք է 6 ժամ այդտեղ Գասպարյանի ոտերի տակ ասել աղբեր կներես ինձ Շնորհակալ եմ քեզնից որ քո աղբորն աղբոր տղուն տվիկ մեր համար Շնորհակալ եմ քեզնից որ 30 տարի դիրքերից տուն չես եկել Բոզի տղեկ որ ես ձեզ ասում դուք բոզի տղեկ հետո էլ քույրիկներն ու եղբայրիկները նեղենում են ասում ո աղբերս դու հոգևոր ես էլ հոգևոր եք թողում մնա Հոգևոր եք թողում մնա որ սենց սիրտս տրակում ասում եմ լավ էս ձևի մոտենա կարա մեր հերոսներին, բայց մնացածին ինչ կանեք։ Իսկ իշո մնում է դուք ասում եք շատերդ հոգևորները քաղաքականության մեջ չկան։ Ես այս երկրը խոսք եմ տալի, այնպես մի սուրպրայզ ունեմ Սավիթ համար։ Որը տենամ լը հոգևորները քաղաքական առևտրի մեջ մտել են, թե չեն մտել։ Ես էդի ու պիտի կանեմ։ Որ լը հասկանանք լը ինչա կատարվեց տեղ։ Լը հասկանանք մարդկանց ով է բռնել տվել, նա ոտքեն ով է տվել։ Մենք բարձրաձայնելու ենք տարբեր տեղերից
Դրա համար ստարտը լինելու է տարբեր տեղերից, որ չհասցնեն սրան լռեցնեն, նրան լռեցնեն։ Դրա համար իմ կոչնա սիրելի հայրենակիցս, այն ինչ որ գիտեք, կապնվեք, անկախ նրանից գտնի հոգևոր դաշտ, որը որ տանում է պղծության, տանում է մասնատման, մենք պատրաստ ենք։ Այն ինֆորմացիաները, որ գալիս է, դա չի մտնում մենակ Գևի մոտ։ Էդում է մի քանի երկրի պետություն, օրենքներ հետը։ Դες մենք ասում ենք, օրենքի հետ մենք հաշվի ենք նստում, որտեղ մենք օրինական ենք ապրում։ Իհարկե, որ հաջորդը լինի պաշտպանված։ Երբ որ դուք ունեք պատմություն, անես պատմություն, որ կարելի է խոսել մեր հայրենակիցներին ոտքի հանելու համար, մեր եթերը բաց է։ Գրեք, մենք կպատասխանենք, մենք կնայենք ով եք եւ մենք ունենանք եթեր։ Շուտով մենք ունենք եթերներ տարբեր բնակավարի մարդիկ, թե դեսպաններ անցյալի, թե հոգևորական անցյալի, թե շատ հատուկ մարդիկ, որ այս 30 տարի ուսումնասիրել են այս ամեն ինչը, որ ձեզ ասելով լսեք, սա այսպես չէ, սենց է, այդ քարտեզների հավաքողը, որ այդ քարտեզները կարող է ապացուցի, որ սա օրինական է եւ օրինական միջև հիմի մնում է։ Դրա համար Նիկոլ Փաշուլի Բոզդովեն ուզում է մի օր շուտ օրենսգիրքը փոխի սահմանադրությունը, որ այս քարտեզները, պատմությունը, քո տատի պապի, իմ տատի պապի պատմությունը ջնջում է, ռեդին են տվել ձեռես, Բոզդով ասում են ջնջի, այսպես վեկալե աչու ձախ անում էսի։ Էս է խնդիրը։ Մենք չենք չարացել, մեզ ցավ են տվել, մեր թանկին սպանել են, մեր հերոսներին տղեկին սպանել են, մեր առողջ աղբերներին տարել նստեցրել են առանց ոչ մի բանի, չկա մի թուղթ, որ ասեն այս սրա համար, այսի ապացույցն է, այսի սև ու սպիտակա, սրա համար նստել են, չկա։ Պավլիկ Մանուկյանի վիճակը նայեք, 30 տարի էթա կռվի, վրեն էլ սպի տեղ չկա, առողջ տեղ չկա, այդ մարդուն տարել նստել ես, բոզի տղա, ինչ։ Էսա մեր հերոսների շնորհակալության մեդալի տակ ասում են, հենց պետք է մեդալ տան, չէ՞, հերոսները գալիս է մի պա, որ մեդալ են տալի։ Մեր մոտ գիտեք ինչ են տալի։ KGB-ի պատվալ։ Դա ամենամեծ պաշտոնն ասում են, Աբրես եղբայր, հետո այն մեկը մտածում ասում է, լսիլը, հարա որ Ռոստամի պես տղուն է սորը գցին, Պավլիկի պես տղուն է սորը գցին, Մոնթեին Գյուլին, մնացածին Գյուլին, Սերոպի պես տղուն տարան Բերթը։ Ես պետք է թամ ծառայեմ, ըց ինչ պետք է տան։ Էլի KGB-ի պատվալ, թազա բան է եղել, մեդալի ձև ալ է KGB-ի պատվալ։ Հերոսներին տանում են KGB-ի պատվալ կամ եռաբլուր։ Դա շնորհակալությունն է այսօրվա բոզի տղեկին։ Ու դա ամեն մեկիդ հետ կարա լինի։ Ուզեք չուզեք դուք եթալու եք կռիվ։ Ուզես չուզես կռվել ես ու դասում չէ, դու սես չկռվար, դու այն ես կռվար։ Ու կդադեն քեզ։ Էսա։ Ու բոլորդ լռում եք։ 10 միլիոնից ավել հայ լռում է, լռեք, վերջը լավ լինի, լռեք, որ հետո գան, սաղի դադեն, փչացնեն, խփեն, բերդերը լցեն, երկրի 80%-ը սարքել են ստրուկ, մի ասեմ ոնց, դաժե աստվածաշունչն է, ցավոք այս պահին մոտս աստվածաշունչ չկա, որ բացե հենց կարդա այդ տեղը, ժողովրդի 80% պարքերի մեջ է, եթե դա ստրկատիրություն չի, բա ինչ է, գեներացիայով արդեն տատից, պապից եկած տոկոսի տակ են ազգը, Հիմի Փաշուղլին իրավունք ունի վաճառելու համ երկիրը, համ երկրի միջի ժողովրդին։ Պետք է ասի արտաքին պարքը էս կան, ձեր տոկոսները էս կան, չեք կարող մուծեք ձեր տները վեկալում եմ ձեր, ավել լավ չի վաճառեն, թող գան, այդ փողի տեղակ ապրեն։ Այո, սրանա տանում։ Հիմի տեսակ, որ մենք մոդեռնիստ ստրուկ ենք։ Չկա մի տուն, որ այդ, չգիտեմ, անուններին չէ, այդ մանգերի, որ պարք չունենա։ Չկա մի տուն, որ իր հողը, իր տունը, իր անձը, պասպորտը դրած չլինի դե, չկա։ Փոխանակ դուք սրա դեմն առեք ստրկության, ասում եք, չէ, ես ինչական եմ, նա այն ինչական, արալը ստոպ տվեք, ինչական, քո տուն ու տեղը տարել են, 100,000 դրամով, 120,000 կամ 150,000 դրամով ուսուցչուն կամ աշխատողին փող ատալեմ, այդ մարդը տունը պահի, լույսը տա, ջուրը տա, հացը տա, երեխա մեծացնի։ Եգիպտոսի պատմությունը կարդացեք,
Նրանք էլ ունեին ջուր, հաց, փոքր կրթություն եւ ստրուկ էին։ Երբ որ պետք է բերդ էին մտցնում, երբ որ պետք է գալում վեկալում տանում էին, ասում են դավա ես շինությունը պետք է դու սարքես։ Մենք ինչից ենք ես որ ասում եմ մենք ապրում ենք Եգիպտոսի օրերում, մեզի Մովսեսն է պետք որ գավազանը խփյասյարա լսեք այդ բոզի տղեկ։ Այսենց ասում մեր Աստված։ Ոնց կարա հավատացյալ առաջի քրիստոնյա երկիրը, առաջի Աստծո ընտրած ազգը, շնորհքի երկիրը հավատացյալ էր։ Հələ աշխարհիկը չի ջոգը միջից եմ խոսում, կարա լինի, որտեղ մարդը չի կարդացել, չի իմացություն կա իր մոտ։ Բա դուք ոնց կարա ծնկի գա, ոնց կարա Աստծո մարդը ծնկի գա սատանայի առաքյալի դեմ, ոնց կարա Աստծո ժողովուրդը սոված մնա, ոնց կարաք ինձ ասեք, որ ասում եմ ձեր գավազանը չի աշխատում, մի խափեք, պետությունը քերթում է, նալոգները դրած, բանկերը դրած, մարդը հազիվ քրթակրթ կիրակի հասնում է եկեղեցի, որ են Աստծուն չոքի, մի հատ էլ ձրի Աստծո խոսքը ասում են չէ, մի հատ էլ ընծապը դիտակ, մի հատ էլ դեղ են քերթում, համ պետությունն է քերթում, համ այդ ձեր ասած եկեղեցիներն են քերթում։ Են էլ հավատալով, որ լավ Աստծուն տամ, գոնե Աստծուց կստանամ։ Սուտ է, չկա դες բան։ Ոչ մի տեղ գրած չի, որ Աստված քեզ փող է խոսք տվե կամ լավ ապրելակերպ։ Ոչ։ Աստված իր ամենաթանկին տվել է, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Աստված իր ձեռքերը լվաց է, շատ արդեն 2000 տարի ինքը փակել է իմ ու քո թեման։ Հավատա եւ ունեցի հավիտենական կյանք։ Իսկ մնացածը տալիս եմ քեզ խելք եւ իմաստություն եւ խոսք, որ կարդաս հասկանաս, դու ստրուկ չես։ Իսկ մենք ծառայում ենք երկու տղամարդու պատմությունը, երբ որ կինը ունի երկու տղամարդ։ Մեկ պետությանն ենք կտվում, մեկ հոգևոր դաշին ենք կտվում, մեկ հոգևոր դաշնն է տանում, մեկ պետությունն է տանում։ Դրա համար գևը դառնա շատերիդ այդ հովիվ կոչվածների կոկորտին օսկոր։ Դրանց էլ պետք է լինի, բայց մենակ չեմ, որտեղ շուտով հեսա լիքը օսկորներ են ներկայանալու։ Հələ տենանք այդ մարդիկ նույնն են խոսում, ինչ որ ես եմ խոսում, ծառայողներ են խոսելու, շատ մեծ ծառայող, շուտով եթեր ունենալու, հələ տենանք այնտեղ ինչա կատարվեմ, թե գևը ուղղակի քնել է բանա պատմում։ Ես ասում եմ, սաս որ շարունակեցիք, վիդեոներ կդնեմ, այդ վիդեոները մենակ իմ մոտը չի, ես մենակ իմ մոտը ոչ մի բան չեմ պահում։ Դուք պատկերացնում եք ձեր շինությունների մեջ, երբ որ մեկի ամուսին իմանա, մեկի կինը ինչա անում այդտեղ։ Եթե դուք կործանում եք այս ձևի, ես խի պիտի սուս մնամ։ Չեմ մնալու։ Եթե դուք խափում եք, ես էլ ճիշտ եմ ասում։ Այդ վիդեոն կբերեմ կդնեմ այսպես էջիս մեջ։ Դե տեսեք ժողովուրդ ջան, այս եկեղեցու հովիվը ինչ անում։ Կպատմենք, կտնենք, հələ տենանք ինչ անում։ Բա որ ձեզի ասում էի հովիվն է, գնացեք աղոթեք, ոչ թե փող աղոթեք, այ հոգու փրկություն աղոթեք, բա իմ աղբորս տանեն նստացնեն, իմ քույրիկ աղբերներին տանեն եկեղեցի քերթեն, ու մենք էլ իմանալով սուս մնանք, իհարկե ոչ, չենք մնալու, սուրպրեզա սպասում շատերիդ, ինձի դաժե երկու օր առաջ ասին գև, բաց ես թողում այդ վիդեոները, որտեվ տեսել են մարդիկ, բայց իրավունք չկա, մինչև ես թույլ չտամ, բաց ես թողում վիդեոները, քաշում ես գրախ, Հայաստանի 50% այդ շինությունները մի րոպեում կփակվի, խայտարակ ձևով, դուք պատկերացնում եք, գցենք երիտասարդականների հովիվ և հովիվիկին, հովիվուհին 3 տարեկանից մինչև, եթե չեմ սխալվում, 14 տարեկանների պատասխանատուն են։ Օրերից մի օր այդ տիկինը, հովիվուհին, ձեր ասած, գնում է Վարշավիրանոց։ Չնայած որ Վարշավիրներն ու տաքսիստներ, եթե ուզում ես բան իմանաս, մի հատ լավ Վարշավիր ունեցի ընկերուհի, մեկ էլ մի հատ լավ տաքսիստ ընկեր։ Իրանք սաղ գիտեն քաղաքի դիվիժնին։ Մեր մարդկանցից մեկը գնում է Վարշավիրանոց ու
Վարսավիր, երբ որ նա նստած ալնում գլխին այդ բանը դրած ալնում, ինչ որ չգիտեմ ինչ ադեղ, հա, այդ հովիվուհին մտնում է այդ Վարսավիրանոց։ Հիմի շատերը հասկանում են, որտեղ շատ մեծ ձեր ասած եկեղեցու հովիվուհի է։ Մտնում է, այս Վարսավիրան ասում է, գիտես չէ, այս Եհովա, ասում են, այս ինչ եկեղեցու պատասխանատուն է, հովիվուհի է։ Ասում է, հա, հետո ճանաչում եմ, բայց նրանց առաջ չտենա իմ դեմքը։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, գալիս է այդ հովիվուհին, պատկերացնում եք, նա մեծացնում է հոգևոր երեխաներին, որ սեքս չանեն, պոռնոգության մեջ չմտնեն, դաստիարակչությունը, այդ ամեն ինչ, հոգևոր սնունդը, երեխային։ Եվ այդ կինը ունի երկու սիրեկան։ Երկու տղամարդ պլյուս ամուսիններ հովիվ է։ Սենց բան լսել եք։ Չէ։ Այդ աղջիկը ասում է, քանի որ ես սրան լավ եմ ճանաչում ու իմ այդ խնդիր է ունեցել, ինքը նկարում է։ Այդ օրը գալիս է այդ մեկ էլ սիրածը, համար մեկը, երևի կամ երկրորդը, չեք իմանում, բայց հետո արդեն երկրորդի նկարով արգեցին։ Գալիս է եւ այդ հովիվուհուն հետ նստում է, բայց այդ աղջիկը կողն ալնում, որ ինքը չի ջոգում, հենց իրանց թիմի մեջի աղջիկն է, ծառայող։ Եվ իրանց այդ սիրուն խոսքերը վիդեո է անում։ Եվ երբ որ այդ տղամարդը գնում է, իր ասելով 10 րոպե հետո զանգում է մյուս սիրեկանը։ Եվ նա դաստիարակում է հոգևոր դաշտը։ Ամենամեծ ճանաչված, ձեր ասած, տեսեք չեմ ասում աղանդավոր, եկեղեցիներից մեկը։ Հետո տեսան, որ չեն կարող այս ամեն ինչը, ղրկեցին ուրիշ երկիր։ Հիմի սրանց դաստիարակած հոգևոր աշխարհը ո՞րն է։ Ոնց կարելի է երկու սիրեկան ունենալ եւ մեկ մարդ։ Համ վիդեո է անում սիրեկանին, համ զապիս է անում երկրորդ սիրեկան հետ ինչա խոսում։ Հետո հովիվներ են իմանում։ Եվ ինչ են ասում։ Փոխանակ սրանց այս վզից բռնեն շպրտեն դուս, այդ աղջկան ասում են էլ դու ստեղ չգաս, դու պրոբլեմ ես ուզում սարքես տիրոջ տան մեջ, ով էթա, ով անի, ով էթա սանատորիա, սես մետ խոսք կա, չա ավելի կոպիտ, սա յա, մյուս քույրիկը ծառայող, որ հղի անում է հովիվից, հովիվն ինչ անում, դու պտետաս աբորտ անես, չարեցիր, պրոբլեմներ կունենաս։ Երբ որ ես ու Սերոպ աղբերը 7 ամիս մենք Աստծո խոսք ենք քարոզում, բաժանության թեմաներ կան, չդա Աստված, որ իրանց ամուսինները դրա մասին իմանան, չդա Աստված, իրոք աղոթեք Աստծուն, որ իմ հոգևոր աշխարհը այնքան հավասարակշռված լինի, որ ես հանգարց այդ պատմությունները չբացեմ, որից մի քանիսի ամուսները շատ լավ եմ ճանաչում, որ հավատացնում եմ նրանք այս ամեն ինչ իմանալով կուլ չեն տա։ Նույնը փողերը, հավքելը, տնային այդ հավաքները, որ լելա սրա հետ շփվեք, արգելվածա նրա հետ շփվեք, սաղ SMS-ները կա անուններով հովիվների։ Ու դուք մի ասում եք մենք քրիստոնյա երկիր ենք։ Ես գիտեմ, որ դուք շատ մի քանի հովիվներ ինձ ատում եք եւ փորձում եք աշխարհիկով ինչ որ ձեր կողը մարդիկ կան, որ զարգը ուղղակի խնդում եք մեկ։ Դուք փորձում եք ինչ որ մի ձև ստոպ տակ չի ստացվելու։ Ես էլ լռեմ, Պողոսը խոսելու է, ուշ է, ձեր պոեզը գնացել է։ Դուք մնացել եք վокзалում կանգնած։ Հավատացնում եմ ձեզ։ Ես ասել եմ, որ օրը ես սուս կմնամ, բաց եք թողում ուղղակի։ Կարալնի, գլաններս լծվի, ցենք հավես չունենամ խոսալու։ Ամեն ինչ կարալնի։ Դրա համար ձեզի ես ասում եմ, ես էլ քանի անգամ ասում եմ, միաբանվենք։ Եթե չմիաբանվենք, մենք քանդվելու ենք։ Եթե ես չբացահայտեմ այս ամեն ինչը, այն մյուսը բացահայտելու է։
հավատացնում եմ ձեզ։ Նույնը մարդկանց տները ուխտ անելով, սիրելի հայրենակիցներ, ուխտ են արել, տվել, որ Աստված ասում է տունդ պետք է տնես եկեղեցի շինության մեջ։ Ընտանիքները բաժանվել են, մի խայտարակ վիճակ։ Ես ունեմ շատ ճանաչված մարդու SMS, շատ ճանաչված։ Ասեց Գև, ես մարդնա, թե ես մարդը չի։ Ասի համետ մարդը, համետ դրանից լիքը ունեմ ես։ Բաժանության թեմա է եղել, երբ որ դուք նայում եք ես շատ չագերտավոր եկեղեցիներում, 70%-ը քույրիկ են, ուր են մեր աղբերները, և նրանցից շատերը բաժանված են։ Եվ մի շատ ճանաչված մարդ ասեց Գև, գնում է հովիվի մոտ, ասում է հովիվ ջան, մարդս մի քիչ ավելի շատ է սեքս ուզում, քան թե ես։ Հովիվի խորհուրդը, մենք աղոթենք քո ամուսնու համար։ Չգիտեմ, ինչքան ժամանակ են աղոթում, այս քույրիկ անդադ գալիս է հովիվի հետ այդ թեմանա խոսում։ Հովիվը ինչ խորհուրդ է։ Բաժանվի քո ամուսնուց, որ ինչա ամուսինը սեքս է ուզում, ուղղակի ավելի շատ քանակով, չգիտեմ, ինչն է շատ, ինչն է քիչ իրանց մեջ եղել, որ ինքը գնացեք կին արմատը, բայց մի պատմություն չի։ Ես ունեմ մի երևի 200 հատ այդպես պատմություն գրավոր, ես սա հանել եմ թղթերով, որ չասեն, էսի սրանից էլ ժամով, օրով հեռախոսը տեղ Եվրոպա մի քիչ ուրիշ է, գնում ասում ես, էս ինչի SMS-ը հանի, հանում այսպես օրով ժամով դրել, ես սա հանել եմ իմ մոտնա։ Եվ այդ քույրիկը բաժանվում է եւ ինչ-ինչ պատճառներով նեղանում է այդ հովիվից եւ վերադառնում է աշխարհ։ Արդեն ամուսինը ամուսնացե, ուրիշ կյանքով։ Ասես Գև այդ քույրիկ ուզում է քո հետ խոսի։ Ասի թող խոսի, որտեվ շատ ճանաչված համարյա մեր երկիր հայերը բոլորը ճանաչում են իրեն։ Ոչ թե համարյա լավ էլ ճանաչում եք։ Ու լացելով պատմում է, որ ես ինչի իմ ամուսնուն թողեցի։ Ասի դա ոչինչ, թողել ես մի սխալ է, ես բաժանությանը դեմ եմ, չկա բաժանություն Քրիստոսով, մի դեպքում եթե մարդը գցենք գիժանորմալ է, փսիխա կամ նարկոման, որ չի հասկանում ինչ անը, որ չտա այդ երեխեքին կնոջը սպանի։ Թե չէ մյուս դեպքերում կարելի է հասկանալ, լավ, այս մարդու խնդիրը ինչ է, կամ այս կնոջ խնդիրն ինչ է, կարելի է հասկանալ մի հատ մարդկային ձևով, հետո հոգևոր ձևով, հետո աղոթել, հետո վերցնել ժամանակ, մի փոքր թեկուս առանձնացնել, լավ, բայց այս քույրիկի խնդիրը ոչ թե մարդուն հետեթալն էր, այդ ժամանակի մեջ այնքան պոռնիկություն էր արել, որ ասում էր Գև, Աստված ինձ կների, դարի պատասխանը դուր։ Էս ինչ արեց էս անիծված հովիվ կոչված իմ ընտանիքում, ես էլ մարդկանց քանակը չգիտեմ, որտեվ ընդեղ գործ, իհարկե ես իրան չեմ ասում, դու լավ ես արել, օ, դու ինչ մեղք ես, իհարկե ոչ, բայց շատ հովիվները պատճառն եք ընտանիքի բաժանության, որտեվ ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն կամ զոհաբերություն վեկալ իր ուսերի վրա, բոլորը ուզում եք լավը, հարուստը, ինտելիգենտը, առաջի շարքերը նստելը, աղքատները հետևը։ Սա է խնդիրը։ Ես անհատի հետ խնդիր չունեմ, ինձ վաբշե հետարքի չի ով ինչ կյանքով ապրում։ Ես հազիվ ինձ եմ կարող իմ կյանքը կոնտրոլի բերեմ, որ իմ Աստծո աշկին լավ թվամ։ Ես եմ իմ կյանքի համար պատասխանատուն, որ իմ Աստծո դեմ ես պատասխան պետք է տամ։ Ինչ մնաց ընկնեմ ինչ-որ սրաներա, բայց երբ որ այս խնդիրները բացվել են, նայում ես աշխարհիկը, ասում ես լավ, էսի սատանայի առաքյալա, երկիրա ծախում, սրա դեմը կարելի է առնել, լավ, օքեյ, մի ձև։ Նայում ես հոգևոր դաշտը, այսքան գիրք, գրառում, անուն առ անուն, այսպես դրած է իմ մոտ։ Այդքան SMS ու խոսակցություն։ Գալասավոյներ կա, որ ես լսում եմ, մոմենտ ես նայում, ասում եմ, լավ, էսի աշխարհիկ եկեղեցիա գնացե, թե հոգևոր եկեղեցի։ Հովիվների շատերին մի բան պետք է ասեմ, այդ մեծ եկեղեցի կոչվածը, որ ձեր վրան կոնտրոլ կա, սենակներում թաքուն կամերա կա, լսածող, ինչ են ասում դրան, զուջոկ կա, գիտեք դրա մասին,
չգիտեիք։ Ձեր հովիվներից մեկը մի քանի ժամանակ առաջ զանգեց ինձ բակև փողի բազարա այդմ ով իշկան ոնց ժուչոք են գթե թաքուն կամերա են գթե ձեն չեն անե ուղագի խելոք թողե գնացել են էլ ինչ պատմեմ ասեք հովիվները հովիվների վրա կոնտրոլ են դնում ինչ պետք է քարոզես հələ մի հատ թուղթդ բեր հələ մի հատ նայենք հələ էսի մեր կոմնա թե մեր կոմը չի կարողա գևից մի բան լսածած լինի դուստասուսախ եկեղեցին կորցնենք համեսի սիրելի հոգևորի ազգ քրիստոնյա ազգ սա ճիշտ է թե սխալ է սա է խնդիրը որ ես բարձրաձայնում եմ նորից եմ ասում երբ որ դա բոլորը աշխարհիկն արածելներ մենք ուղղակի հոգևորներով մենք ունենք այդ իշխանությունը կհավաքվեինք կաղոթեինք եւ այդ չար հոգիները ուղղակի մեր երկիրը դուրս կլինեին բայց դուք չունեք այդ շատերը չունեք այդ իշխանությունը բայց բեմերից չեք իշխանում չեք դուք մարգարեանում եք մենակ ձեր շենքերի մեջ շենքից դուրս դուք չեք մարգարեանում դուք մենակ այդ ուժը որ ձեռներդ բարձրացնում եք ընկնում եք գետին մենակ ձեր մեջ եք ընկնում դուսը չեք կարող դե մի հատ էլ փորձեք տո Նիկոլ ընկնի ես խոստանում եմ եթե մեկ հավատացյալ մի հատ բան եմ ասում էսի թող բոլորի մոտ մնա մեկ հավատացյալ եթե կեթամ Նիկոլին այսպես սկասի Նիկոլ հələ մա տանջանեք եթե մեկը ձեռը կբարձրացնի Նիկոլը բեմից գնգնի ցած ոնց որ ձեր եկեղեցիներում կատարվում է ես Աստծո առաջ տղավարի ասում եմ իշքան գրարում ունեմ ես ջնջելու եմ թափեմ դուս անկախ որ եկեղեցիները որ չասեն էսրա եկեղեցին եկեղեցի բոլորը մի անգամ ուղագի ձեռներս բարձրացրեք թող Նիկոլը գնի ցած թփրտա ես ձեզի խնդրում եմ ասում եմ տղավարի ես տղավարի անդադ զանգերակալի ես ես տղավարի ասում եմ մեկ հավատացյալ թող ընենց որ Նիկոլը քայլում է կամ գնում է կամ չգիտեմ ելույթ անենում ուղղակի աղոթեք թող Նիկոլը թփրտա այն ոնց էր որ թփրտում են կամ ընկնում են կամ ձեներ են հանում եկեղեցիների մեջ բա ինչի դեղ իշխանությունն եք Նիկոլի վրա չունեք ես չեմ ընկնում ես եկել եմ ամենամեծ ձեր տեղերը որ հավաքվել եք ես ամենավերջ թաքուն նստել եմ Իմ կողը ընկնում են, ես չի ընկնում Բրթում են ինձ ասում են մի բրթի Ես չեմ ընկնում, մի բրթի Բրնում են ցիցը սխմեմ, որ ես ընկնեմ Ասում են մի սխմեք ինձ Այս 100 կիլոնոց ջարը դուք չեք կարող գցեք Մի արեք Բայց իմ կողի, չգիտեմ, ոնց է 200 կիլոն ընկնում էր Բա համիկ ասեք գևը Աստծուց չի խոսում Այդ ուժը համիտես իմ վրան եմ վերցում Ես ինչ խոսում եմ իմ հետ եմ խոսում Ես իմ էջն ես հիմա խոսում եմ Բա եթե գևը Աստծուց չի խոսում, պետք է ուրեմն ձեր իշխանությունը գևի վրան ուժեղն է, որ եթե գևը աշխարհի գա, ձեր ասած, ուրեմն պետք է վրան ավելի շատ ուժ ունենար խոսքը Աստծո եւ Սուրբ Հոգու զորություն ընկնի, քան թե հոգեվորի, որը Սուրբ է։ Հիմա ես հարց եմ տալի։ Ուրեմն չի աշխատում։ Եթե մի քանի հովիվներ ես վերջում բան թույլ տվեցին, արա դու աշխարհիկ ես, դու եսից ձևես քեզ պամ հայոյան քեզ տալի չեմ ասում Բոս բարը գրված Աստվածաշնչում Դու գուրիշ հայոյանք լսել եք իմ բերանից Ոչ Չեք էլ լսի Դա Աստված չլսալ Ես էլ կաղոթեմ որ դա Աստվածից այնքան համբերություն որ ես չխոսեմ ինչ-որ բան Բայց մարդ եմ Եթե խոսեմ էլ ես պատրաստ եմ դիմացինից ներողություն խնդրելու Դա թուլություն չի եւ նույն իմ Աստծուց Բայց եթե դուք հովիվներով ասում եք գևը աշխարհիկ է Okay Բա գևը ձեր մոտ եկե մտել էր նստել էր Ինչ եք պետք է գևի գլխից բրթում Ես նա սինգեր հերիքա գլուխս բրթեք Չեմ ընկնի մեգա Չեմ ընկնեմ Բայց եթե պետք է աշխարհիկի դևերը դուրս չգան Քրիստոնյայի վրի հրեշտակները պետք է դուրս գան Բայ Քրիստոնյայի հրեշտակները պետք է հոգին պետք է մնա մեջը Որ հզոր լինի Պետք է դևեր ընկնեն Դրա համար ասեցի ով որ կաղոթի Այսպես ձեռները բարձր չեմ ասում գնացեք մոտեցեք Նիկոլին կապլուցի Մենք քրիստոնյա մարդ ենք մենք ոչ ուզում ենք մարդ տպենք ոչ մարդ խփենք ոչ մի բան
Մենք աղոթում ենք։ Այսը ձեռները բարձրացրեք ձեր, երբ որ Նիկոլին բանը այն ավտոկը անցնում եմ կամ չգիտեմ միտեղ ելույթ անում, այդ պիղծը միշտ ստենդը ելույթ անում։ Այսպես աղոթեք, թող ինքը ընկնի։ Ես խոստանում եմ այդ օրվանից հետքում էլ ոչ մի խոսք չեմ խոսալու ոչ մեկի վրա։ Այսպես ձեր դեմը ճղեմ ու երթվեմ Աստծո առաջ, որ ես էլ ոչ մեկին, всё։ Մեր Աստված կենթանի է, ձեր մոտ աշխատում է։ Այո, մեր Աստված կենթանի է, բայց հարցական աստեղ, թե որտեղ է կենթանի Աստված քարոզվում։ Սա է խնդիրը։ Ես չեմ դատում։ Եթե դու այդ իշխանությունը ունեք, խնդրում եմ ձեզ ուղղակի, աղոթեք, թող Նիկոլը թփրտա։ Բան չեմ ասել, համ դևերը գլնեն, համ գլնի կապաշխարի, հետո Աննան կապաշխարի, հետո Աննայի երեխեքը կապաշխարեն, հասկանում եք դուք։ Համար առաջի դևը։ Իսկ եթե ասում եք Նիկոլը դև չի, ոնց որ մի քույրիկ ասներ գրել էր ինձ Գևոր աղբեր, Նիկոլը Արաքյալա։ Ասում եղա Աստված։ Ինչ լսել ենք, չենք դավա չասին Պողոս Արաքյալն է, Հարություն Արեգե, նստե անունը Նիկոլ են դրել։ Ասենք հոգևոր քույրիկ ինձ գրում է Նիկոլը Արաքյալա։ Ձեր եկեղեցինից է դուս եկե։ Ուղղակի անունը չեմ տալու որ, բայց հեսա կտամ։ Մի քիչ էլ խոսամ կտամ։ Ասում են Նիկոլ Արաքյալա։ Էս է քարոզում դու ձեր շինությունների մեջ շատերդ։ Նիկոլ Արաքյալը։ Այդ քույրիկ ինչ ես ասում, Նիկոլ Արաքյալ չի։ Այո, Նիկոլը սատանայի Արաքյալը։ Դե աղոթեք, թող ինքը դևերը դուրս գան։ Ոչ թե համագործակցեք Նիկոլի հետ։ Ոչ թե դիլ արեք, որ մենք սենց կանենք, հեսա սահմանակ դրությունը կհանենք, հայ Արաքելական եկեղեցուն կողենք կեթա, այո, քիչ է իրանց։ Կաթողիկոսին քիչ է, Գարեգին բ, ինձ լավ ճանաչում ես, քեզի մի քանի անգամ եկել են քո մոտը բան են ասել, որ քո գլուխը չի մտնում, դա քեզի քիչ է։ Խայտարակ ես անելու, այդ գավազանով մի օր եթալու ես Աստծու մոտ, իսկ Աստված Աստծո արից տվել տղա ջան, այս գավազանը տվել է որ ծովը բացես, այդ գավազանը տվել է ուրիշի ծոցը բացես, թե ուրիշի փողերն ուտես։ Հե՞, Գարեգին բ։ Բայց շուտով ես քեզնից կխոսամ, խոսք եմ տալեմ։ Ես հոգևոր դաշտ եմ խոսում, մեկ էլ խոսում եմ մախբերներ ու բռնել լսել եք։ Ես ոչ մեկի տունը ոչ մտնում եմ, ոչ քրվում եմ, ոչ գիտեմ ինչ, ոչ ինչ։ Մենք արդեն 7 տարուց ավել խոսում ենք մենակ Աստծու խոսքը։ Ես ասում եմ, ես ուզում եմ, որ մեր ազգը սաղ աշխարհը գա մեր մոտ հոգևոր արժեք սովորի։ Սաղ աշխարհը գա, ասի գիտեք ինչ կա, այսի Հայաստանն է։ Ոնց որ թագավորների ժամանակ էր ասում էսի Արմենիան է։ Իսկ հիմի բազար են սարքե, առևտրի տուն են սարքե։ Օ, ոնց ուզում ծախում է, մեկը կատաստր չկա, այո։ Նիկոլը ճիշտ է ասել, կատաստր չկա երկրում։ Օ, ոնց ուզի կծախի, այո, երկուս կարող կա քո տուն ասեն, ընկեր, գիտես ինչ կա։ Երկրի վարչապետը հեսա, գերել է։ Երկիրը կատաստր չունի։ Դու մի չես կարող անձի ասես, այս տունը քոնն է։ Այ դու Նիկոլի ասածը, իմ սիրելի հոգևորներ, դու չէ որ գիտեք որ խոսքը մարդու բերանից ուժ ունի։ Հələ մի հատ միտքը տամ ուղղակի գնացեք աղոթեք, լավ, կամ մտածեք։ Եթե երկիրի պետությունը կատաստր չունի, քո տունը ումն է։ Ոչ մեկին դա, ով ուզի, ով ուժեղը նա կվերցնի։ Դա ասելա ոչ թե Գևը կամ Սերոփը կամ Պողոսը, դա ասում է համար մեկը երկրի վարչապետը Հայաստանի Հանրապետությունը կատաստր չունի։ Դա նշանակում է քո տունը չի։ Չի։ Դա նույնն է, ոնց որ դու ապրես հորնումորդ հետ առանց պասպորտի։ Ու մեկը գասի լսես քո հերնումերը չասես, արա լավ պասպորտ չունեմ, բայց ես իմ հերնումերը, ասում ոչ։ Քոնը չի։ Դու անտեր ես։ Դու անտեր ես, ուղղակի չգիտեմ, վերևից ընկել ես, այս տան մեջ ապրում ես։ Ու մեկը չկասի, այդ բոզի տղա, լավ, մենք կատաստր ունեցել ենք, թե չենք ունեցել։ Ինչ եղավ մեր կատաստրը, թե գցենք Մարսից sense մի հատ քարի կտոր, Պոգբավ ընկավ երկրագնդի մոտ ու դարավ Արմենիա։ Արա լավ 10 միլիոն ժողովուրդ կան, գրագետ ժողովուրդ կան, հասանելի ժողովուրդ։ Մեկը հարց չի տալեմ,
թե հոգևորից, թե ձեր կարդացած ունիվերսիտետ պրոֆեսոր, ասի արա լավ, այս Հայաստանը բա ո՞նց է ստեղծվել։ Ո՞նց, եթե կատաստրոֆ չունի, ո՞նց։ Կամ մենք նոր իմացանք, որ մենք կատաստրոֆ չունենք։ Այս գիտեք ինչ աղ է դա։ Ով ուզի կարա գա մեր երկիրը տիրանա։ Բարդակ է։ Երկիրը չունի սահման։ Չունի դրա համար ռադիոն միացնում է տալը թուրքիական ռադիո։ Դրա համար երբ որ պրիվատ ջետը լրիվ ուրիշ է, փոքր սամոլյոտը որ թռնում ես, այն մեծերի մասին չեմ խոսում։ Նրանք ուղղակի 11000 մետրի վրա եթում են։ Փոքրը երբ որ գալիս է, լրիվ գրվում է Հայաստան թե Ադրբեջան։ Այդ թուղթը ցույց եմ տվել։ Երկու անգամ Հայաստանի մեջտեղը գրում է Ադրբեջան, Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան։ Բայց դրա համար ես հարցվի Նիկոլ գալիս եմ Հայաստան սամոլյոտով, որտեղ եմ իջնելու։ Ով անձի ռադարում ասում, ստեղ պետք է իջնես։ Դուք պատկերացնում եք այս վիճակներ։ Եկանք հասանք ստե Ադրբեջան, տվեց Հայաստան, Ադրբեջան, բայց էսի Հայաստանի հողն է։ Ու ոչ մեկ չի ասում, արա։ Ընկեր ջան, հիմա ես բարձրացնում եմ սիրելի հայրենակիցս։ Այստեղ կարա ադրբեջանցի խփի քեզ։ Այստեղ կարա սատելիտով քեզ գցի։ Որտեղ ստեղ գրում է Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան։ Այդ թղթերը սաղ ես անել եմ, այսպես ուղի եթերով ցույց եմ տվել։ Ռադիոն բռնում է Թուրքիայի ռադիո։ Հեսա վիդեոն չգիտեմ, եթե ես կհարցնեմ այդ անձին թույլ կտա դնեմ վիդեո էր արել։ Որ ռադիոն թեքում է տալում է Թուրքիա։ Ոնց կարար հետինի ռադիոյի վրան արդեն իշխանությունի։ Դու ոնց ես կարելու ֆունկ անես, որ քո սնայդը խփի։ Դու ոնց ես խոսելու, որ քո զինվոր ընդեղ կռիվանի։ Ձեր երեխեքը հրամանատարին փագել է քերիչի, ռադիոնը տվել եք թուրքերի ձեռը։ Դրա համար գալ եմ, այսպես ընկնում է երեխեքի գլխին։ Գալ եմ ընկնում է երեխեքի գլխին։ Էլ ո՞նց բացադրեմ արա։ Դե գնացեք իշխանствեք ինձ վադախոսեք։ Ես իմ փայը որպես հայ, որպես իմ հերոսին հարգող, իմ երկրի հոգևոր դաշտը հարգող, ես բարձրաձայնում եմ, թե միշկակը բարձրաձայնեմ, դա Աստված գիտի։ Բայց իմացեք մի բան, բոլորը տրված է ուրիշների ձեռը, ոչ կատաստր կա, ոչ ռադիոֆոնկ կա, ոչ սահման կա։ Ու քո երեխեն այսօր սահմանում կանգնած է։ Այն ինչ խոսում է, հարևանը լսում է։ Այն տներկային է բարակ պատերով, որ հարևանը սնծանում է, սա լսում է։ Այդ վիճակն ավելի բետար։ Այդ դրաման են մեր եղբայրներին լռեցնում, այդ դրաման են մեր հերոսներին սպանում, այդ դրաման են մեր հրամանատարներին փագում, սա է խնդիրը։ Հետո հոգևորներն են արդեն ասում են, վայ, մեր պատվալի մեղքերն ու 5 հատ տղամարդուները ունեցողի պատմությունը վիդեոները մոտնա։ Չանեք մեզ էլ մեր մոտ չկար։ Ես էլ եմ մեղավոր մարդ, ինչ ուզում եք հանեք դրեք։ Ես իմ Աստված, բայց ես իմ մեղքով չեմ բերել Ես իմ մեղքով չեմ տարել հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց դժոխք։ Ես ինչ այլ եմ ինձ եմ արել, կամ ինչ անում եմ ինձ եմ անում, ես իմ բարեխոսումն եմ։ Բայց երբ որ դու քո անելով բերում ես մի եկա ժողովուրդ մտցնում ես դժոխքի դռների մոտ, պետք է մենք բարձրացնենք ցավոք։ Որտեղ նրա ամուսինը կամ աղբերը որ իմացավ մեր հայկական մենտալիտետը ճանաչելով լավ բան չի, չէ՞ տղեկ։ Պատկերացնեք, որ ես մի քանիսի լսացած լինեի հանգարց ու դրա մասին 1 տարի կամ 2 տարի կամ 7 տարի առաջ խոսացած լինեի։ Ախր որ ասում եմ շատ հովիվներ, պետք է վաղ դետայք Սերոպին ասեք, Սերոպ ջան, շնորհակալություն աղբերս։ Մոռացաք, շատ շուտ մոռացաք։ Այդ աղբերն ասում, գեվ մի արա։ Ստոպ դուր։ Ոտեմ մարդիկ այն թվերից նկարում ու հրգում էին։ Խոսակցություններ դաժե։ Փողի բազար կա, որ ես դնեմ դուք լսակ։ Փողի բազար։ Հովիվը հովիվետ իշ բազարա տանում։ Ու ասում աղբեր, այն ինչ իմանա հանգարց։ Ձեր փողերն է սիրելի հայրենակիցներ, այն որ ասեն, օ, հալելույա, տիրոջ տան համար եք տալիս։ Դե տվեք։ Տվեք։ Մի հատ էլ բան ասեմ, բայց իրանով անդրադառնալու եմ ես հետո գալող եթերներին։ Արթուր Սիմոնին հարցրեք, դու ոչ բիզնեսմեն ես, ոչ քաղաքական գործիչ ես։ Ես էլ նոր եմ Ամերիկայից եկել, գիտեմ Ամերիկայի ինչ թանկ տեղ է։
Արդյոք Արտուր Սիմոնյան, ո՞նց ես ապրում, դու Հայաստանի քաղաքացի լինելով այնտեղ, ո՞նց։ Ինքը ասում է, ես բիզնես չունեմ, ես հոգևոր եմ, հենց տերդերի շոր են հագի, կաթոլիկի շորեր են հագնում, որ վրոձի մենք արդեն բան ենք, տերդեր ենք, օրինականացնում են, իրանք իրանցով էսենց մատում ենք բանկը, այդ կաթոլիկները հագնում են սպիտակ բանա, հենց այդ են հագնում։ Բայց մատ Արտուր Սիմոնյան հարցվեք, ասեք հարց, քրիստոնեական հարց, մենք էլ ենք ուզում Ամերիկա ապրենք, մի սենյականի տուն արժի $3000, ստրախովկեքը, որ ինքը շատ ուժեղ բժշկական գիտեմ էլի, ես գիտեմ, շատ թանկ բժշկական ստրախովկա ունի, բա մի հատ հարց տվեք Արտուր Սիմոնյանին, որտեղից այդ գումարները, եղբայր, լինելով Հայաստանի հովիվ, 2500 ձեռնադրած աշխարհով մեկ կառույցներ, ասեմ եկեղեցի, ձեր սրտով ասեմ, հարց, որտեղից, պլատիտեն են լում սաղ իրան, մի ասեմ, ոյ, չէ, եղբայր, մենք հազի մեր շինությունն ենք պամ, բա ոնց Ամերիկա ապրում, ոնց, ես գնացի չկարացի ապրեմ, մնայց թանկ էր, ես ասի, չէ, ավելի լավա գամ Եվրոպա, աստեղ էժան ավելի, բա հարց տվեք, ամիս է $10,000 քեզի որդուց, մեքենա, ստրախովկա, ինշորանսը, հա, բժշկականը, ըստ այնտեղ թռնելը, սեմինարները, բա որդուց, ու մի հատ էլ հարց տվեք, այդ Նիկոլի օրենքը, որ հանել է հմի այդ 300,000-ից ավել, Արտուր Սիմոնյանը Հայաստանի քաղաքացի է, այնտեղ որ այդ սեմինարներն անում է դոլարով, մուծվում է Հայաստանի Հանրապետություն, այո թե ոչ, չէ որ հովիվները մենք գիտենք սուտ չեն խոսում, բայց չի մտածում, որ մի օր այդ լիստը դնելու ենք, ասենք, ֆինանսական ձեր կոնտրոլին, ասենք, հլի մատ լստուկ եք հլը, ես եղբայր ես փողերը ո՞րց է ստանում, բախի նալոգ չի տալի։ Ես բիզնեսմեն եմ, ես ես երկրի նալոգ եմ տալի, 56% նալոգ եմ տալի, կարամ ապացուցեմ։ Բա ինքը ումնա տալեմ։ Ումնա տալի, եթե բիզնես չունի, հովիվը կարում է Հայաստանից եթե Ամերիկա ապրի, Եբա դրանից լավ գործ գնացեք սաղդ հովիվ դարեք Ամերիկա աշխատեք 10-20,000, 50-100,000 են ընծաներով պլյուս ասենց բան են ծրարիներով բերեն տան, հետո արեք Հայաստան ապրեք, դրանից լավ գործ, ասում է եթե ուզում ես հարուստ լինես եղի բիզնեսմեն, եթե ուզում ես ավելի հարուստ լինես եկեղեցի բացի, դառը ճշմարտություն, բա հարց տվեք, Ամերիկա ոնց ես դու ապրում, ոնց, որ սխալ բան չեմ ասում, որ հայոյանք չեմ ասում, դուք ինձ հետաքրքիր, ես էլ եմ ուզում, ես էլ Աստծո խոսքը գիտեմ, ես գնացի չկպավ, էլի հետեք այս Եվրոպան, ասի լավ, եթե պախատնեմ, ապրեմ, բալի իմացեք ձևը, ես եթե Ամերիկա, ես էլ դες բաներ անեմ, ինչ կլնի, բա ասում եք եղբայրասիրություն, իշքան անաբավ ընտանիք ունենք եղբայրն է, որ այսենց աստվածաշունչը անգիր գիտեն, բա ղրկեք եթան մի քիչ ունդեմ Ամերիկա, համ մեր երկրի բյուջեն Նիկոլ Փաշովի բյուջեն սարկած կլցենք, համ մեր անապով եղբայրները, խիպնի մենակ Արտուրի այդ փողից օգտվի մեր եղբայրները չէ, բա դու ձևն ասի, չէ, չի կարելի, 10 հոգի, մեջ շինության մեջ, ես չնայած են մնացածներն եմ ասել, ուղղակի եսի որ մի քիչ մեծ է ու համագործակցում է պետության հետ, ես դրան եմ բերեմ խոսակցեմ, որ մի երկու օր հետո ես համ այդ բոմբ ենք գցելու, որ բոլորը լսակ Արտուր Սիմոնյանը ու մնացած ճակերտավորները, որ ասում են մենք քաղաքականության մեջ չկանք, հələ տենանք կան թե չկան, չկա մի բան, որ ես ասեմ ու չապացուցեմ, չկա դες բան, դրա համար սիրելի հայրենակիցս, ես ոչ մեկի խորհուրդ չեմ տա, երբ որ ինձ գրում են, որ եկեղեցին հետամ, ես մենակ ասում եմ, կարդա Աստվածաշունչ, աղոթի Տիրոջը, այո կան առողջ տեղեր, ես գիտեմ, բայց ես ինքս խորհուրդ չեմ տա, որովհետև ամեն մեկը պետք է ունենա հարաբերություն Աստծո հետ, երկնքի հետ։ Դա ամենամեծ սխալն է, երբ որ ասում ես, վայ, գիտես, քույրիկ ջան կամ եղբայրիկ ջան, այս ինչի եկեղեցին, այն մնացածներին դու վարքաբեկում ես։ Դա մեծ մեղք է իմ համար։ Դրա համար ինձ մի հարցրեք, որ եկեղեցին գնամ։ Աղոթի
Թող Աստված ցույց տա։ Այո, կան լիքը առողջ ծառայողներ։ Շատ առողջ հոգիներ, որ ծնկաչոք գլաս տիրոջը, ես զարմացած եմ, որ իմ քուրերն ու աղբերները մենք գրվում ենք, չէ։ Ես զարմացած եմ, որ ինչ ձևի հավատք, ծառայող դաժե կան, լուրջ ծառայողներ ձեր մեջ։ Այ ինչից որ խոսում եմ, ձեր մեջ ծառայողներ կան, որ ասում ենք եւ աղբեր։ Մենք հավատում ենք, որ մեր Տերը մեզի կների այս հարցին։ Այս ինֆորմացիաները, որ եկի հասել է, սիրելի հովիվներ, եղբայրներ, ձեր կողքի մարդկանցից է եկել։ Այս զուչոկը գթե ձեն չի հանել, էլի թքե կպցրել է, որ ծառայողներին լսում եք։ Այդ կամերայի տեղը իմացել է, ժպտացել է, վրոզի չի դենում։ Հովիվներ, ձեզ հետևում են, ձեզ լսում են, զգույշ կացեք, դաժե դեղել են լսում, հələ կակեպ են լսակ ասեք դե նորմալ է, լսում են, հետել երկնային կակեպ են, այն որ թողն ասում են, երկնային գրասեյնակ, ես համ ժպտում եմ, համ մեջից լացում եմ, որ ոնց կարասս բան լինի, սիրելի այրնակիցս, սիրելի քույրեր եղբայրիմ, հավատացյալ ասք, ոտքի կայնեք, մի թողեք մեր հոգևոր դաշտը, մեկ էլ մեր հերոսներին մի թողեք, որ այս ձևի վարքապեկ են, որ այս ձևի մոտեցում ցույց տան։ Հաջորդ հերոսը քո տղեն է, քո ամուսինն է։ Հաջորդ հոգևոր հզոր եղբայրը քո ամուսինն է, քո որդին է։ Մի արեք, մի թույլ տվեք։ Ստոպ տվեք։ Չեմ ասում թշնամի դարեք, ոչ, ես դեմ եմ դրան։ Ես էլ եմ սխալական, բոլորը սխալական են, բացի Հիսուս Քրիստոսից, բայց կարելի է խոսել։ Կարելի է խոսել, կարելի է իմաստություն խնդրել Տիրոջից եւ Տերը մեզ ողորմա։ Եվ միաբան երկու բան խնդրենք. հոգևոր դաշտը եւ մեր հերոսներին պահանջենք եւ այրան գինը, այն ինչի համար որ մեր երեխաները գնացին ու Նիկոլ Փաշուլիկին ասեց հանուն ոչինչի, ոչ։ Նրանք հանուն հավատքի եւ հանուն հայրենիքի, մեր հայր լինելու համար են իրենց կյանքը տվել։ Աստված օրհնի ձեզ, մենք շատ շշուտ ենք մտնելու եթեր, ինչպես որ Տերը ցանկանա, եւ իմ հետ միասին լինելու են տարբեր երկրներից շուտով հաղորդումներ, բացահայտումներ տարբեր, սա մենք անում ենք, որ մեր հայրենակիցները լսեն իրականությունը։ Մենք չենք մասնատում, ես բոլորին, նորից ասում եմ, բոլորին չկա իմ համար վատ հայ, բացի պիղծ անձնավորությունից, բացի որ նա հոգին ծախել է մորմոնին եւ փողին, մարմոնին եւ փողին, մնացածը հետ կարելի է խոսել եւ նա կարող է ապաշխարի։ Չկա չապաշխարող, եթե դու ճիշտ Քրիստոսին ներկայացնես։ Չկա մեկի ծունկը, որ ուղիղ մնա եւ չծռվի Տիրոջ առաջ։ Եթե դու երկնքից խոսաս, չի կարա ով ուզում ալնի աշխարհում նրա ծնկները չծռվեն։ Դրա համար ասեցի։ Այսօրվանից ես խնդրեմ, որ որևէ մի հոգևոր ձեռքերը բարձրացնի եւ Նիկոլ Փաշուլի ծնկները ծռվի, որ բոլոր աշխարհը տենար հենց սա էր Աստծո տունը եւ Աստծո ուժը։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք շուտով։